Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Ռոժավայի հայերը կպատմեն ցեղասպանության հետևանքներու մասին։ Իսրայելական ռեժիմի նոր հարվածները Բեյրութի հարավային արվարձաններուն եւ Լիբանանի հարավին։ Իրանը հայտարարած է, մոտ 10,000 քաղաքացիական գառույց խոցված է։ Օդային հարվածներ Իրանի հարավային եւ կենտրոնական շրջաններուն մեջ։ Թրամփը զսկուշացուցած է Իրանին Հորմուզի նեղուցի ագաններու դեղատրման մասին։ Համաժողով եւ լուսանկարչական ցուցահանդես Գրանադայի համալսարանի մեջ։ Նոր երաժշտական գործիքներ ծնած եմ Արցախի մեջ ծրագրի բադանի երաժիշտներուն։ Ռոժավայի մեջ ապրող հայերը ներկայացուցած են իրենց պատմությունները խոսելով ցեղասպանության երկարատև հետևանքներու մասին։ Նահատակ Նուբար Օզանյանի հայկական ջոկատի Մարդիկ Վրեժ Մելքոնյան նշած է, որ ցեղասպանութենեն ավելի քան 1 դար անց անգամ հետևանքները կշարունակեն սկացվել։ Անոր խոսքով շատ հայեր չեն գնար խոսիլ մայրենի լեզվով եւ չեն ճանչնար իրենց մշակույթը։ Մելքոնյանը ընդգծած է, որ իրենց պայքարի նպատակը ինքնության բաբանումն ու համայնքի միավորումն է։ Ռոժավայի մեջ հասարակական գործունեությամբ զբաղվող Արև Կասապյան հայտարարած է, որ ցեղասպանությունը չավարտված միայն 1915-ին, այլ շարունակված է դեղահանություններով եւ մշակութային կորուստով։ Ան նշած է, որ Ռոժավայի մեջ ապրող բազմաթիվ հայեր այսօր կփորձեն վերականգնել իրենց լեզուն, մշակույթը եւ պատմական հիշողությունը։ Կասապյան նաեւ նշած է, որ այդ նպատակով նախաձեռնված է հայկական խորհրդի ստեղծումը համայնքի կազմակերպման եւ ինքնության վերականգնման համար։ Ռոժավայի հայերու ներկայացուցիչները ընդգծած են, որ ցեղասպանության հիշողության բաբանումն ու համայնքային կառույցներու ստեղծումը կարևոր քայլ են պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունը պահպանելու համար։ Իսրայելը նոր օդային հարվածներ հասուցած է Բեյրութի հարավային արվարձաններուն եւ Լիբանանի հարավային շրջաններուն այն բանեն ետք, երբ բնակիչները նախորդ կոչված էին լքել տարածքը։ Լիբանանի իշխանություններուն համաձայն շարունակվող ռազմական գործողություններուն հետևանքով երկրին մեջ շուրջ 760,000 մարդ տեղահանված է։ Լիբանանը ներգրավված է տարածաշրջանային հակամարտության մեջ անցած շաբաթ, երբ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահը հարձակումներ կատարած է Իսրայելի ուղղությամբ։ Անոր հաջորդած են Իսրայելի օդային հարվածները եւ ցամաքային ուժերու տեղակայումները սահմանային շրջաններուն մեջ։ Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հաղորդած է, որ հարվածներ հասցված են նաև Բեյրութի հարավային շրջաններուն, ուր Հեզբոլլահը ունի ուժեղ ներկայություն, իսկ Լիբանանի հարավի տարբեր վայրերում գրանցված են շարք մբայթուններ։ Իշխանություններուն համաձայն մարտի սկիզբեն ի վեր Իսրայելի հարվածներուն հետևանքով զոհված է առնվազն 486 մարդ, իսկ 1300-ն ավելի վիրավորված են։ ՄԱԳ-ը նշած է, որ դեղահանությունները արագացած են 2024-ի Իսրայել-Հեզբոլլահ պատերազմեն ետք, մեծնելով երկրի մեջ մարդասիրական ճգնաժամի վտանգը։ Իրանի իշխանությունները հայտարարած են, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողություններուն հետևանքով երկրին մեջ խոցված են գրեթե 10,000 քաղաքացիական կառույցներ։ ՄԱԳ-ի մեջ Իրանի մշտական ներկայացուցիչը տեղեկացուցած է, որ փետրվար 28-ին սկսած հարվածներուն ընթացքին վնասված կամ ավերված են 9669 քաղաքացիական կառույցներ, որոնց շարքին հազարավոր բնակելի տուներ, արևդրային կենտրոններ, դպրոցներ եւ բժշկական հաստատություններ։ Իրանի աղբյուրներուն համաձայն հարվածերը զոհված է 1300-ը ավելի վնասված են նաև ուժանյութային ենթակառուցվածքները եւ քաղաքացիական ծառայություններու կառույցներ։ Թեհրանը բնդած է, որ հարվածները նպատակաուղված են քաղաքացիական բնակավայրերուն եւ կարևոր ենթակառուցվածքներուն, մեղադրելով ԱՄՆ-ին եւ Իսրայելին միջազգային իրավունքի խախտման մեջ։ Միաժամանակ տարածաշրջանին մեջ ռազմական գործողությունները շարունակական են եւ վերլուծաբանները նշած են, որ հագամարտությունը կգրնա ավելի ընդլայնվել, ասելով ամբողջ մերձավոր արևելքի անվտանգության եւ ուժանյութային շուկաներուն վրա։ Իրանի հարավային եւ կենտրոնական շարք շրջանները ենթարկված են ԱՄՆ-ի եւ Իսրայելի իրականացուցած օդային հարվածներու։ Դարացված տեղեկություններուն համաձայն հարվածներ հասցված են Մեսջեդ Սուլեյման քաղաքին մեջ գտնվող հակաօդային պաշտպանության կառույցին, ինչպես նաև Բանդար Աբասի Շահիդ Ռաջայի նավահանգիստին։ Բնակիչները հաղորդած են նաև Քիշ կղզին մեջ տեղի ունեցած շարք մբայթուններու մասին։ Միաժամանակ տեղեկացված է, որ հարված հասցված է Շիրազի օդագայանին մեջ գտնվող ռազմական ինքնաթիռին։ Իրանական ներքին լրատվամիջոցներու համաձայն հարվածներ գրած են նաև Շահրե Կորտի օդագայանը, Բուշեհր նահանգի Տաշեստան շրջանը, ինչպես նաև Քեշեմ գղզու եւ Իսֆահանի որոշ տարածքներ։ Միջադեպերու մասին պաշտոնական մանրամասները դեռևս ճշտումի ենթակա են։
Դոնալդ Թրամփ կտրուկ նախազգուշացում հղած է Իրանին, պահանջելով անհաբաղ հեռացնել Հորմուզի նեղուցի մեջ հնարավոր դեղատրված ծովային ագանները։ Իր խոսքով, եթե Տեհրանը չկատարի այս պահանջը, ապա կգրնա փախի ռազմական հետևանքներով։ Միաժամանակ Իրանի իսլամական հեղափոխության պահապաններու գազմի ներկայացուցիչները հայտարարած են, որ տարածաշրջանին մեջ կգրնան թիրախավորվել օտարերկրյա նավերը, ինչը ավելացուցած է լարվածությունը ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցին մեջ։ Հորմուզի նեղուցը կհամարվի աշխարհի ամենակարևոր ծովային ուղիներեն մեկը, որով գիրականացվի համաշխարհային նավթային փոխադրումներու զգալի մասը։ Վերլուծաբաններ նշած են, որ այնտեղ ստեղծված ցանկացած լարվածություն կգրնա ասել ոչ միայն տարածաշրջանային անվտանգության, այլ նաև միջազգային ուժանյութային շուկաներուն վրա։ Սպանիայի Կրանադայի համալսարանի մեջ տեղի ունեցած է Արցախ էթնիկ զտման դեմքերը խորագրով համաժողով եւ լուսանկարային ցուցահանդես։ Համաժողովի ընթացքին քննարկված են Լեռնային Ղարաբաղի հագամարտությունը եւ 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցուցին ավելի քան 100,000 հայերու բռնի դեղահանման Արցախեն։ Բանախոսերու շարքին էին լրագրողը եւ Կատալոնիայի Արարատ հայկական միության նախագահ Սարգիս Հակոբյան։ Վերջինս իր ելույթին մեջ ընդգծած է միջազգային հանրության կողմէ Արցախի մեջ տեղի ունեցածի մասին բարձրացնելու կարևորությունը։ Ֆոտոլրագրողը ներկայացուցած է նաև իր աշխատանքները, որոնք նկարահանված են Հայաստանի Վայք եւ Գորիս քաղաքներու պահստականներու ընդունման կենտրոններուն մեջ։ Լուսանկարներուն միջոցով անբացված է դեղահանված ընտանիքներու պատմությունները եւ ներկայացուցած է տեղի ունեցածը որպես վավերագրական հիշողություն։ Ցուցահանդեսը տեղադրված է համալսարանի քաղաքագիտության բաժինը, նպատակ ունենալով միջազգային հանրության ներկայացնել Արցախի հայերու ճակատագրի մասին փաստերը եւ բարձրացնել իրազեկվածությունը։ Մարտի 4-ին ծնած եմ Արցախի մեջ կրթական ծրագրի 5 պատանի երաժիշտներ ստացան նոր երաժշտական գործիքներ։ Անոնք տրամադրված են կոնտրաբասահար Նվեր Բաղդասարյանին, քլարնետահար Ռոման Ավանեսյանին, չուտագահար Մարինե Սարգսյանին եւ թավ չուտագահարներ Լուսինե Հովսեփյանին եւ Նվեր Ծադրյանին։ Նախաձեռնությունը կարևոր քայլ է պատանի երաժիշտներու մասնագիտական զարգացման համար։ Նոր գործիքները հնարավորություն կտան ավելի լավ պատրաստվել դասերուն, մասնակցել մրցույթներու եւ ելույթ ունենալ համերգային բեմերուն վրա։ Ընկերության նախագծերու եւ հաղորդակցություններու դնորեն Իրինա Սահակյան նշած է, որ կրթության եւ մշակույթի մեջ ներդրումները ամենահեռանկարայիններն են, իսկ ծրագրի նպատակն է աջակցել պատանի երաժիշտներու կրթության եւ ստեղծագործական առաջընթացին։ Պատանիները ընդգծած են, որ սեփական գործիք ունենալը կբարձրացնի պատասխանատվության զգացումն ու վստահությունը։ Ծրագիրը նախաձեռնած է Սերգեյ Սմփատյան, միավորելով Արցախեն տեղահանված 23 տաղանդավոր պատանի երաժիշտներ, որոնք Հայաստանի մեջ կշարունակեն իրենց երաժշտական կրթությունը եւ համերգներով կներկայացնեն հայկական մշակույթը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։